Վարդան Մամիկոնյանի կոչը ուղղված հայոց զորքին ավարայրի ճակատամարտից առաջ։ Շատ պատերազմներ եմ մղել ես և դուք էլ ինձ հետ։ Տեղ կար, որ քաջաբար հաղթեցինք թշնամիներին, տեղ էլ կար, որ նրանք հաղթեցին մեզ, բայց ավելի շատ հաղթող ենք դուրս եկել, քան թե հաղթված։ Բայց այդ ամենը մարմնավոր պարծանք էր, որովհետև անցավոր թագավորի հրամանով էինք մարտնչում, ով փախչում էր, վատանուն էր երևում աշխարհում, և նրանից անողոր մահ էր ստանում, իսկ ով քաջությամբ առաջ էր ընկնում, քաջանուն էր ժառանգում և մեծամեծ պարգևներ էր ստանում անցավոր թագավորներից։ Անարգ և անօգուտ եմ համարում այդ քաջությունները, որովհետև բոլորն էլ ոչնչանալու են։ Իսկ արդ եթե մահկանացու հրամանատուի համար այնպիսի քաջ գործեր էինք կատարում, ինչքան առավել ևս պետք է կատարենք մեր անմահ թագավորի համար, որ տերն է ողջերի և մեռյալների, և բոլոր մարդկանց դատելու է իրենց գործերի համեմատ։ Չէ որ եթե խիստ երկար ապրելով ծերանանք, մեկ է, այս մարմնից պետք է բաժանվենք, որպեսզի մտնենք կենդանի Աստծո մոտ, որից այլևս չպիտի բաժանվենք։ Արտահայտում եմ ձեզ, ով իմ քաջ նիզակակիցներ, մանավանդ որ ձեզանից շատերդ ինձանից քաջությամբ ավելին եք, և հայրենական գահի պատվով ավելի բարձր, բայց երբ ձեր հոժար կամքով կարգեցիք ինձ առաջնորդ և զորագլուխ, թող իմ խոսքերը ախորժալուր և բաղձալիր թվան բոլորիդ, չերկնչեք և չվախենաք հեթանոսների բազմությունից, և ոչ էլ մահկանացու մարդու ահռելի սրի դեմ թիկունքներս դարձնենք, որպեսզի եթե Տերը հաղթությունը մեր ձեռքը տա, ոչնչացնենք նրանց զորությունը, որպեսզի բարձրանա ճշմարտության կողմը, իսկ եթե հասել է ժամը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե քաջության և արիության հետ վախկոտություն չխառնենք։ Նա, որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել, որովհետև սրա հիմքերը դրված են անշարժ վեմի վրա, ոչ թե երկրի վրա, այլ երկնքում, և մենք էլ թեպետ մարմնով երկրի վրա ենք, բայց հավատով երկնքի վրա ենք հաստատված, որտեղ ոչ ոք չի կարող հասնել Քրիստոսի անձեռակերտ շինվածքին։ Հաստատ մնացեք մեր անդրդվելի զորագլխի վրա, որը երբեք չի մոռանա ձեր քաջագործությունները, ով քաջեր, մեզ համար մեծ շնորհ է այս, որ Աստված կատարեց մեր բնության միջոցով, որի մեջ և մեծապես երևում է Աստծո զորությունը, որովհետև եթե ուրիշներին կոտորելով աստվածային օրենքների համար մեզ պարծանք ժառանգեցինք և մեր ազգատոհմի քաջանունը եկեղեցուն թողեցինք, և վարձի ակնկալությունը Տիրոջից է, ինչքան առավել ևս, եթե մենք մեռնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեծ վկայության համար, որ նույնիսկ երկնավոր հրեշտակները կցանկանային, եթե հնար լիներ, և որովհետև այս պարգևները ոչ թե բոլորին է պատշաճ, այլ ում համար պատրաստում է բարերար Տերը, մեզ էլ այս պատահեց ոչ թե մեր արդար գործերի համար, այլ աննախանց պարգևատուի կողմից, ինչպես որ ասվում է Սուրբ Կտակարանում, ուր ավելացավ մեղքը, այնտեղ ավելացավ Աստծո շնորհը։ Եվ խիստ հարմար է գալիս մեզ այս պատգամը, ինչպես որ մեծ չափով ամբարիշտ երևացինք մարդկանց, կրկնապատիկ չափով արդարացած կերևանք մարդկանց և հրեշտակներին և ամենքի Հորը։ Երբ մարդիկ լսեցին մեր ամբարիշտ գործը, շատ արցունք թափվեց Սուրբ եկեղեցում, և էլ ավելի շատ մեր սիրելիների մեջ, մինչև անգամ մեր ընկերները զայրացած սրով էին սպառնում մեզ և կամենում էին դառը մահով պատժել, և մեր ծառաները խրտնում փախչում էին մեզնից։ Հեռավոր մարդիկ էլ, որ լսել էին մեր քրիստոնեության անունը, տեղյակ չլինելով մեր մտադրություններին, ողբ ասելով անդադար սուգ էին անում մեզ վրա, և անգիտությամբ շատ անարգ բաներ էին խոսում մեր մասին, և ավելին կասեմ, ոչ միայն մարդիկ երկրի վրա, այլև հրեշտակները երկնքում շուռ տվեցին երեսները մեզնից, որպեսզի տխուր դեմքերով չնայեն մեզ։ Եվ ահա եկել է ժամանակը, որ ամեն մի կեղտ կոչված բան հեռացնենք մեզնից։ Այն ժամանակ իբրև մի վշտալի սգավոր, հոգով ու մարմնով տրտմած էինք, այսօր երկուսով էլ զգաստացած ու զվարթացած, առհասարակ խելամիտ ենք դարձել, որովհետև բարերար Տիրոջն էլ տեսնում ենք մեզ հետ առաջնորդ։ Մեր զորավարը մարդը չէ, այլ բոլոր մարտիրոսների զորագլուխը։ Վախը թերահավատության նշան է,
Թերահավատությունը մենք վաղուց մերժել ենք մեզնից։ Նրա հետ թող վախն էլ փախչի մեր մտքերից ու խորհուրդներից։